Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Ազգային ժողովին 20-րդ նիստը ձեռքբերումներ ու կարևոր հարցեր։ Արամ Այսաղաբեկյանը Բաքվին ապրանքների մեժման մասին։ Բաքուն Թուրքիային Քեմեգյավը Բռնազավթալա Արցախը վեհապար։ Թալիաթ Փաշինհետի հուշարձան ընտիրալ ստեղր խաղացության մասին է խոսում։ Ռումինահայ պարբերականներին բացահայտումը Արսեն Արզումանյանի կողմից։ Դենիս Դենիսովը Սյունիքա մասին ՌԴԿ-ին հայտարարության մասին։ Կիրած խաղաղության ցենան կինոյի ռեժիսորը մրցանակակիր Պետրոս Դուրյանի ժառանգությունը 20 տարվա կյանք։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովը անցկացրել ուրան 20-րդ նիստը նախագահ Նելի Հարությունյանը։ Նիստը պետցարալ ու ելույթ ունեցալ Հանրապետության նախագահ Տիկին Լիդիա Մարկոսյանը կարևորելով ազատագրական պայքարի հաջողությունն Պաղեստինա ազատագրման գործումը Արևմտյան Հայաստանը ներդրումը։ Քննարկվել է մայիսի 28-ի վերաբերյալ դիրքորոշումը շեշտելով էր իրական պատմական տարեթիվը մայիսի 30-ն է։ Այս հարցը ներկայացվել որպես կարևոր քայլ ազգային ինքնության ու պայքարի օրինականության հաստատման ուղղությամբ։ Նիստում անդրադարձել է նաև Շվեյցարիա Արցախահարցին վերաբերող բանաձևի միջազգային իրավունքի ու Սփյուռքի մասնակցության կարևորությունը։ Նիստը նորից ընդգծել Արևմտյան Հայաստան իրավունքի ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտությունը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ խնդիրներին։ Արցախ հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արամ Այսաղաբեկյանը Facebook-յան իր էջը մկիրում է բլոկադին օրերին ռուս խաղաղապահներն տասնյակ անգամ թանկ ծխախոտ ազատ ավելի էժան գնով ադրբեջանական ծագումով Կենտ Բոնդ Ուինսն ու այլ ծխախոտներն էլ առաջարկելիս հայերին։ Մեծամասամբ մերժում ստանալանը յետը վերջիներիս քյալիսնելալ լուծման դատարկել ավտոբերը ու ծխախոտներն վաճառելով կոշիկին հետի նախատեսված կարոպկոցը մեջի։ Իրանք նաև հայ մայրերին ու հայրերին ադրբեջանական ծագման հրուշակեղեն ու քաղցրեղեն էլ առաջարկելիս ու էլի մերժում են ստանալիս։ Հիշում վեր Արցախա-Հայաստան կելի ճանապարհին արդեն ադրբեջանական անգյունա մզ առաջարկված ջուրնա հրուշակեղենը վեր մեր ավտոբուսին ուղևորնեն տենն ածալ։ Էրկան վաղտ քաղցրավենիքի իրես չտեսած խոխերքը դաժե մի բերան ինչ որպեն երջնկալալ ու դաժե փորձել չն։ Հետո այս ճանապարհին տսամ ադրբեջանական ապրանքների մծ աղբակույտեր ու հասկացան վեր մնացած ավտոբուսներին ուղևորնեն նույնն արալ։ Կիրածից փիլիսոփայությունը ամենևին ադրբեջանական ապրանքի մերժումը չի, այլ դժվար ու ծանր իրավիճակում հասարակային արժանապատիվ պահվածքը։ Այսպիսի դրվագներն որոշումն են մզդարերի մեջ պահալ։ Մեր շուրջ տիրող խելագարությունն էլ պարտադիր ձևով հաղթահարելու ենք։ Մայիսի 26-ից 28-ը Շվեյցարիայի Բեռնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությունով եկեղեցիների համաշխարհային խորհրդի ու Շվեյցարիայի բողոքական եկեղեցու աջակցությունով անցկացվում է միջազգային համաժողով նվիրված Արցախահոգևոր մշակութային պատմական ժառանգության պահպանությանը։ Մայիսի 27-ին համաժողովը պետցարալ ամենայն հայոց կաթողիկոսին օրհնությունով։ Իրան խոսքում նորին սրբությունը անդրադարձակատարալ Բաքվի կողմից իրականացվող ռազմական հարձակումներին, Արցախի օկուպացիան ու հայկական բնակչության բռնի տեղահանությանը։ Դատապարտալ հայկական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի կողմից իրենց ալբանական ժառանգություն ներկայացնելու փորձերը ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծալավեր Արցախաժառանգության պաշտպանությունը ոչ միայն ազգային, այլև համամարտկային խնդիր է, միջազգային հանրությանը կոչ արալ գործուն քայլեր կատարել ապահովելի Արցախահայության բիզապասնի երտառնալի գերիներին ազատումն մշակութային արժեքների պահպանումը։ Նախադասության վերջումն էլ կաթողիկոսը շնորհակալություն հայտնել սաղ եկեղեցիներին ու կառույցներին հայ ժողովրդին ու Արցախին ցուցաբերած քյոմագին հետի։ Թուրքիայի իշխանությունները շարունակում են հերոսացնել հայ-ասպան գործիչներին։ Այն պահին վեր Արևելյան Հայաստան ղեկավարն են խոսում թուրքական հարաբերությունների բարելավման ու խաղաղության մասին։ Օրերս Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտնաբերել քաղաքում Թալիաթ Փաշայի անվան բուլվարը տեղադրվել է վերջինիս նվիրված հուշակոթող, բացի այդ քաղաքապետարանը կազմակերպվել է քննարկում նվիրված թուրք դիվանագետների հիշատակին հուշարձան սրբերի մասին, վերի մասնակցալ նաև սպանված դիվանագետներին ընտանիքին անդամն է։ Թալիաթ Փաշան համարվում է 1915 թվականի հայերի դեմ իրականացված ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներն։ Ինքը սպանվել է 1921-ին Բերլինում Նեմեսիս գործողության շրջանակում Սողոմոն Թեհլերյանի կողմից։ Բուխարեստ հրատարակվող Արարատ ամսագրի խմբագիր Արսեն Արզումանյանը Ալֆա Նյուզին հետ զրույցում նշել էր հայ ինքնության պահպանման գործում Պերմի տեղում լեզունա, հետո Հայաստանի հետ կապը։ Ուրանսելավը տարիներ շարունակ ինքը հայտնաբերում է հայագիտական արժեքավոր նյութեր Ռումինիայի տարբեր հաստատություններում պլանավորելով դրանք ուղարկել Մատենադարան ու ազգային գրադարան։ Ներկայում հայտնի է 30-ից ավել հայկական պարբերական, այդ թվում Արարատ, Նոր Աշալույս, Երգիր, Մասիս։ Արզումանյանը խոսալ նաև Բուխարեստ անցկացվող հայկական փողոց փառատոնի մասին, վերը գործում է 2013-ից ու տարեկան ունենում մոտ 20,000 այցելու։ Օրինակներ ապերալ հայկական անվանումներով հայատների մասին, որոնցից մի քանիսը մոռացված են դաժե տեղացիների կողմից։
Ռուսաստանը Դաշնության ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Ալֆա Նյուզին հետ զրույցում մեկնաբանալ Սյունիքի մարզի շուրջ լարվածություն նշալաբեր թե զինված հակամարտության վտանգը նվազում է միջազգային իրավիճակին դարդան, ընդգծել է Ռուսաստանը գործելու ըստ իր պարտավորությունների, բայց հալամ վաղ խոսել է երկրի դիրքորոշման մասին։ Դենիսովը անձամբ կարծում չի վեր թեզը պատերազմը սպառնում։ Բրազիլիա Իլյաս Դիետ International Film Awards միջազգային կինոփառատոնումը կեղծխաղության գին կինոռեժիսոր Մարիամ Եգորյանը հաղթահարել լավագույն ռեժիսոր անվանակարգումը։ Պետրոս Դուրյանը 19-րդ դարի ամենամեծ ազդեցություն ունեցող արևմտահայ բանաստեղծները Միննա Իլյալ ծնվել Կաստանդնուպոլիս 1851-ին ու ապրել ընդամենը 20 տարի։ Չնայած իրան կարճ կյանքին թողալա հզոր գրական ժառանգություն լցված տառապանքով սերավ ու մտորումներով, իրան հայտնի ստեղծագործություններն լճակ, իմ մահը, տրտունջքը։ Դուրյանին պոեզիան թարգմանվել է մի քանի լեզուներով, պահպանել իրան ազդեցիկ ուժը մինչև սօր։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքանը պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։